Կառավարությունը նախատեսում է գրանցել բոլոր քաղաքացիների բջջային հեռախոսների կոդերը միասնական համակարգ ստեղծելով, ինչպես եք վերաբերվում նոր նախագծին։ Ես դեմ եմ այդ ամեն ինչին, էլի ճիշտն ասած։ Ուզում են քո անձնական ամեն ինչի իմանան, դրա համար են տենց անում։ Եթե պետությունն ուզի բոլորիս տվյալներն էլ ունի, կարա տեսնի, բայց ընդհանուր ճիշտն ասած տենց տեղեկացված չեմ, ընդհանուր խորը, բայց դե չեմ կարծում, որ լավ է։ Այսինքն բոլոր դեպքերում ռիսկեր տեսնում եք։ Ես ռիսկ չեմ տեսնում, եթե թաքցնելու բան չունեմ, ռիսկ էլ չկա։ Ինձ համար մեկ է, ինչ ուզում են անեն։ Չմտեն մեր անձնական կյանք է, դա ուրիշ ոչ մի վտանգ չկա։ Ոնց որոշում են, տենց է, ես հիմա որեցին վերաբերմունք ասենք թող չլինի, կլինի, դա չի լինի։ Այսօր ոնց որոշում են, տենց լինում է։ Ասենք ին վերաբերմունքը ես ասեցի, բայց ասենք բոլորը պետք է կանգնեն, ասեն, որ չլինի։ Մեկ այնչ ձևեր վերաբերվեմ, իրանք ինչ ուզում են անում են, առանձնապես տենց վերաբերմունք չունեմ։ Ինչ կանեն։ Բայց դա պաշտպանում է, թե հակառակը։ Քանի որ հանցագործության հետ որևէ առնչություն չունեմ, նորմալ է ինձ համար։ Թող հանցագործները մտածեն։ Ով վատ գործեր անում, թող նրանք վախենան։ Թող չխոսան հեռախոսով։ Հեռախոսներ չկար, ինչ պետք է անեն։ Ես կարծում եմ անձնական տարածք չպետք է մոտ գործեն ու դրա դեմ ինչ-որ միջոցներ ձեռնարկի հասարակությունը։ Ես չեմ հասկանում ինչ են ասում, իրանք նենց են այդ ամեն ինչը բացատրում, որ պարզ չլինի, որ չհասկանաս, չգիտեմ։ Վտանգ եմ տեսնում, ուրիշ ինչ կարող եմ ասել, վտանգ եմ տեսնում, Թուրքի հետ ոնց կարելի է կապի մեջ մտնել, ամբողջ կոդերդ բացել, չեմ հասկանում ուղղակի։ Հասարակ մարդն է խնդիր տեսնում, մասնագետը ոնց կարող է չտեսնի, կառավարությունն էլ արդարանում է Ազիջան ընդամենը, ուրիշ ինչ կարա անի, ուրիշ ինչ կարա, թույլ կառավարություն է ընդամենը, ուրիշ ոչինչ չեմ կարա ասեմ, թույլ կառավարություն, չեմ հասկանում Թուրքի հետ համագործակցել, ես չեմ հասկանում ընդհանրապես։ Դե պաշտպանված լինելը լավ բան է, երբ դու պաշտպանված ես քեզ գում եւ պետության կողմից եւ առհասարակ Իսկ եթե մի օրենք ընդունում են, որը մեզ համար կարևոր է, ողջունելի է, բայց եթե դա վնաս կբերի, պետության շահերի համար կուզեի, որ լավ լիներ եւ մեր համար լավ կլիներ։ Չգիտեմ ինչպես արձագանքեմ, դրական թե բացասական, այնուամենայնիվ ես շատ կուզեի, որ իմ անձնական տվյալները լիներ գաղտնի եւ ոչ հասանելի բոլորին։ Ես թվում է, մինչեւ հիմա անձնական տվյալները իրենք չգիտեին, ամեն ինչ էլ գիտեն, ամեն ինչ։ Ինտերնետում մի հատ վիդեո կա, ասում է կինը գինեկոլոգի մոտից դուրս է գալիս, մոռանում է ժամը, հարցնում ասում է, եթե դուք ինձ լսում եք, ասեք ժամը, քանիսին եմ գինեկոլոգի մոտ պայմանավորվել, ասում է նախ դու գինեկոլոգի մոտ չես, պադալոգի մոտ ես, երկրորդն էլ 3-ին չէր, 3:30 էր։ Ուզում եմ ասեմ, ամեն ինչն է, տեսնում են էլ, լսում են էլ, ամեն ինչ էլ անում են, այդ վաղուց անցած թեմա է։